Հայաստանում օրենքը կա 2002 թվականից եւ կենթանի դոնորից եւ դիակային փոխպատվաստումից, բայց մինչ օրս Հայաստանում դեռևս չի կատարվել դիակային փոխպատվաստում, որովհետեւ շատ դեռևս ուրեմն օրենքների, կարգավորումների, հանձնաժողովների հարցեր ունենք եւ ամենակարևորը, որ մեր ազգը դեռևս պատրաստ չէ դա ընկալել։ Ինչու, որովհետեւ ռեանիմացիայում պարկած պացիենտը ու մոտ ուղեղի մահ է գրանցվել, սիրտը դեռևս բաբախում է, ապարատի տակ, դեղորայքի ազդեցության տակ, ճնշումը բարձրացնող կամ սրտի ռիթմը խթանող դեղորայքի ազդեցության տակ եւ պացիենտի հարազատները երբ որ տեսնում են պացիենտին, նույնիսկ անգիտակից կոմատոզ այդ վիճակում ուղեղի մահ արձանագրված, կարծում են, որ սիրտը եթե աշխատում է, ուրեմն մարդը ապրում է, իսկ աշխարհում արդեն դա բավական երկար տարիներ առաջ գրանցված է, ամրագրված է, որ եթե մարդու ուղեղը մահացել է, այլևս նա ի վիճակի չէ իր կենսական ֆունկցիաներ իրականացնել, դա համահավասարազորված է կենսաբանական մահվան հետ։ Ես կարծում եմ, որ տարիներ անց վստահ եմ, որ Հայաստանում եւս լինելու է կենթանի դոնորից բացի նաեւ դիակային փոխպատվաստումը եւ այս պարագայում մի մահը, որը որ ցավոք սրտի երիտասարդ հենց տարիքում է տեղի ունենում անսպասելի ինչ որ վթարից, բայց կարող է մեկի մահը մեկ այլ 8 տարբեր մարդկանց կյանք փրկել։